Արագածոտնի մարզաշխատանքային այցի ընթացքում վարչապետը ծանոթացավ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով կառուցվող ու հիմնանորոգվող կրթական հաստատությունների պայմաններին։ Առաջին կանգառը աշտարակ համայնքի ուշի բնակավայրի մանկապարտեզն էր, որը վերակառուցվել է։ Այսքան գործ արել ենք, այսինքն չենք արել։ Էս երբեք անել։ Հա, սուբվենցիայի մեջ։ Վարչապետը ողջունեց տարածքում գտնվող քաղաքացիներին։ Շենքը կառուցված է եղել 80-ական թվականներին, 95 թվականից դադարել է գործել եւ մինչեւ այժմ մանկապարտեզ չի եղել, ներկայացրին երկրի ղեկավարին։ Մենք 2024-ին ամբողջությամբ իրան վերանորոգել ենք, բացի արտաքին պատերից մնացած ամեն ինչը մենք ենք արել։ Տանիք, ջուր, Արդեն գործում եք։ Այո, 6 ամիս։ 6 ամիս։ Իսկ քանի սան ունեք։ 26։ Իսկ կարողությունը ինչքան է։ Գյուղի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները հաճախում են մանկապարտեզ։ Որտեղ եք աշխատում դուք մանկապարտեզը բացվելուց առաջ։ Ենք աշխատել։ Ուշիից եք հենց։ Հա։ Այսինքն փաստորեն այս նաև աշխատատեղ ստեղծեց գյուղում։ Փաշինյանը ծանոթացավ մանկապարտեզի պահեստներին, բուժկետին, լվացքատանը։ Բարև ձեզ։ Որտեղ եք աշխատում մանկապարտեզից առաջ, դեից առաջ։ Չեն աշխատում։ Վարչապետը նշեց, պոտենցիալը կա մանկապարտեզն ամբողջությամբ ծանրաբեռնելու։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, թող նստեք։ Լավ եք։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Մանկապարտեզի աշխատակիցները հիմնականում գյուղից են։ Միջին աշխատավարձը մոտ 120,000 դրամ։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, նստեք։ Ձեզ դուր գալիս է ձեր մանկապարտեզը։ Հավեսով եք գալիս։ Ճաշերը համով են։ Այստեղ են համով թե տանը։ Վարչապետը նկատեց, որ Բաքում խաղային գոտի չկա։ Համայնքի ղեկավարն ասաց, որ նախատեսում են տեղադրել։ Այսինքն մանկապարտեզի դեպքում է խաղային հատվածները հնարավորինս, այսինքն ստանդարտ դնենք, որ խաղային հատված էլ պետք է լինի։ Պետության ղեկավարին քաղաքացիները նամակներ փոխանցեցին։ Վարչապետ ջան, Լավ եղեք։ ուտակարած հետ քայլում ենք։ Կինս հիվանդելերը պարկաստեղից որ նկարվենք։ Հա, նկարվենք։ Ռուսաստանից ենք եկել հարյան դարձենք 15-ին։ Ուշեցի ենք, հետո ես հարցերը կբարձրացնեմ։ Շատ փոքր հարցեր ունենք, պարոն վարչապետ։ Կլուծենք հետո։ Շատ շնորհակալ ենք, պարոն վարչապետ, շատ շնորհակալ Ես եմ ենք։ շնորհակալ։ Ամեն ինչի համար։ Վարչապետը շփվեց բնակիչների հետ, լսեց բարձրացված խնդիրները։ Հաջորդ կանգառը Ապարան համայնքի Երնջատապ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցն էր, որը վերանորոգվել է։ Վարչապետը մինչև կատարված աշխատանքներին ծանոթանալը ողջունեց բնակիչներին։ Դպրոցը շահագործվում է փետրվարի 20-ից։ Բարև ձեզ։ Նստեք երեխեք։ Քիմիա, հա։ Այո։ Փորձեք անում։ Երբ եք ստացել լաբորատոր սարքերը։ Անցած տարի ստացել ենք։ Օգտագործում եք, հա։ Այո։ Հավես է սենց դասերը, լաբորատոր փորձերը։ Դպրոցում 93 աշակերտ կա։ Վարչապետն ասաց, որ տեղեկացել է, որ ֆիզկուլտուրայի դահլիճ չկա, դա էլ կկառուցեն առաջիկայում։ Բարև ձեզ երեխեք։ Բարև ձեզ, նստեք։ Բարև ձեզ, ինչ դաս է։ Նստեք։ Անգլերեն։ Հա, ինչ լավ է, որ անգլերենը համակարգիչներով եւ այլն։ Դպրոցն ունի նաև նախակրթարան 6 աշակերտով։ Դահլիճն էլ ված չի, նորմալ 90 երեխայի համար նորմալ դահլիճ է։ Վարչապետը ծանոթացավ դպրոցի բակային հատվածին, այդ թվում կառուցված խաղադաշտին։ Հաջորդիվ Փաշինյանն այցելեց Ալագյաս համայնքում կառուցված նոր մանկապարտեզ։ Քաղաքացիները ծափերով դիմավորեցին վարչապետին, շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի համար։ Գյուղում մանկապարտեզ եղել է նախ։ Ոչ, մանկապարտեզ չի եղել։ Առաջ անգամ։ անգամն է։ Մանկապարտեզը կարող է ընդունել 144 երեխա, ներկայում 100-ից ավելի արդեն հաճախում են։ Հարց բարձրացվեց տրանսպորտի անհրաժեշտության մասին, որ հարակից 11 բնակավայրերից երեխաներին տեղափոխի։ Այսինքն 70 երեխա տեղափոխելու ընդունակ մեքենա պետք է լինի։ Վարչապետը ծանոթացավ մանկապարտեզի պայմաններին, նշելով ամեն ինչ նախատեսված ստանդարտի մեջ է։ Պարոն վարչապետ, պատկասեք, երկրաշարժից հետո այդ մարդիկ մանկապարտեզ չեն ունեցել։ Հիմա 11 վարչական տարած մանկապարտեզ։ Բագրատաշենը ավարտում եք։ Ալագյազը եզդիաբնակ համայնք է, նշեց երկրի ղեկավարը։ Հələ տեսեք, վերջին տարիներին Ալագյազում հələ ինչքան գործ ենք արել։ Հանդիսությունները արել ենք։ Դաշտը արել ենք, մանկապարտեզը արել ենք, դպրոցն էլ պետք է կառուցեն։ Վարչապետը հավելեց, որ Ռոման եւ Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոց էլ են կառուցելու եւ առաջիկա օրերին հիմնարկեքն են անելու։ Ահա Ռոման ջան, դպրոցն էլ, չէ, Մալխասը, Ռոմանն էլ, Մալխասը։ Դպրոցն էլ կգանք։ Հələ տեսեք, այս մի բնակավայրում
ինչքան գործ են կարել։ Երկրի ղեկավարը զրուցեց քաղաքացիների հետ, լսեց բարձրացված խնդիրները։ Վարչապետը կանգ առավ Փարպի Ղազարաբան տեղական նշանակության 11.5 կիլոմետր երկարության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Աշտարակ, Փարպի, Բազմապյուր, Ղազարաբան 11.5 կիլոմետրը, որ մեզ մասնել է սա պարոն վարչապետ, այսինքն Ղազարաբան գնալուց էլ լավ ճանապարհով ես գնում, Փարպիից էլ գնալուց էլ, այսինքն այսպես ինքը շրջադարձային իդեալական բան է։ Բա սա երբ կավարտենք։ պարոն վարչապետ 11.5 կիլոմետրից 8 կիլոմետրը արդեն ծածկը տեղադրված է, առաջիկա ամիսներում կավարտենք 3.5 կիլոմետր ամենից։ 3 ամսվա աշխատանք է մնացել, տեղեկացրին վարչապետին։ Մայթեր է կառուցվել, ջրահեռացում է անցկացվել, կապիտալ նորոգում է արվում, նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց տեղի բնակիչներին, նկարվեց նրանց հետ։ Բարև ձեզ։ Շատ սիրում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եղբայր։ վարչապետ կարող ձեր հետ մեղր կարվել։ Հա, իհարկե։ Վարչապետը ծանոթացավ նաև տեղի հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցների կացարանային եւ տեխնիկական պայմաններին։ Աշտարակ համայնքի Արագածոտ բնակավայրում կառավարության աջակցությամբ մասնավորը հիմնել է դեղսի եւ կերասի 10 հեկտար ինտենսիվ այգի։ Այստեղ եւս վարչապետը կանգ առավ։ Սա հատակագիծն է այս տարածքի, պարոն վարչապետ։ Նախնական ուսումնասիրությամբ շուրջ 200 հեկտար ինտենսիվ այգի կարող են տնկել, ներկայացրին վարչապետին։ Հիմա մենք ինչով ենք օգնում այս ծրագրերին։ Վարչապետ, մենք 50% փոխհատուցում ենք տրամադրել, Այսինքն հետվճար ծախսերի, հա։ եւ այս այգին ինքը առանձնահատուկ է նրանով, որ վարձակալած հողի վրա, եթե 20 տարի եւ ավել ժամանակով բերում են վարձակալության պայմանագիր, մենք այդ դեպքում եւս սուբսիդավորում ենք, բացի այդ իրենք մոտ 350 միլիոն դրամի գյուղտեխնիկա են ձեռք բերել եւ Լիզինգի լիզինգով։ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւս կառավարության ծրագրով կառուցվածքների շարքում է։ Դպրոցն ունի 448 աշակերտ, ինչն անգամ փոքրինչ գերազանցում է կարողությունը։ Դպրոցը կառուցվել է 2 տարում։ Վարչապետը ծանոթացավ պայմաններին։ Նորեն համակարգիչները, ինտերնետ ունեք նորմալ։ Նիկոլ Փաշինյանը դպրոցում հանդես եկավ ելույթով, նորավորեց բոլորին դպրոցի կառուցման առթիվ, նշելով 300 դպրոց 500 մանկապարտեզ նախագիծը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունի։ Ընդհանրապես պետք է ասել, որ սա մեգա նախագիծ է, 300 դպրոց 500 մանկապարտեզը եւ մենք այս ծրագիրը իհարկե շարունակելու ենք, բայց այս բոլոր նման առիթներով շատ կարևոր եմ համարում էլի կրկին անգամ ուշադրություն հրավիրել, որտեղ մենք պետք է իսկապես խորությամբ հասկանանք, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ Ես էլի ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամենուր վերջերս խոսում եմ, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկային կտրոն։ Շատ կարևոր է, որ մենք ես ընկալում այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ դա ամրապնդվի։ Երեխեք հիմա որ գնում եք, ասենք, պաղպաղակ եք առնում, հսկիչ դրամարկային կտրոն վերցնում եք, թե չեք վերցնում։ Հա? Ով է վերցնում հսկիչ դրամարկային կտրոն, հենց ձեռք բարձրացնում։ Ոչ բոլորն են վերցնում, բայց հիշեք հիմա հատկապես այս դպրոցում դասի որ գալիս եք, հիշեք, որ այս դպրոցը կառուցվել է նրա արդյունքում, որ մարդիկ եւ վաճառողները եւ գնորդները հսկիչ դրամարկային կտրոն են վերցրել։ Վարչապետը շեշտեց, որ երբ օրինակ 200 դրամանոց պաղպաղակ են գնում եւ ՀԴՄ կտրոն են վերցնում, դրանից 40 դրամը գալիս է պետական բյուջե։ Պետական բյուջեն տենց տարբեր տեղերում տարբեր երեխաներ ովքեր պաղպաղակ են առնում եւ չեն մոռանում ՀԴՄ վերցնել, տենց 40 դրամները կուտակվում է պետական բյուջեում, որից հետո կառավարությունը հնարավորություն ունի դպրոցը կառուցի, դպրոցի համար բույր ձեռք բերի, դպրոցի կողջանապարը կառուցի, ինչքան են արժեքը, ինչքան 2.4 միլիարդ, պետք է հաշվի չնենք, ասի քանի պաղպաղակի ՀԴՄ-ի
Երեխաները պետք է հասանելիություն ունենան կրթությանը, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով ինքն իր երեխաներին տարել է 6 կիլոմետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որ պատշաճ կրթություն ստանան։ Հիմա փակ աստծո Արագածավանում երկու դպրոց կա 700 աշակերտով, առնվազն 700 եւ ավելի աշակերտով, այստեղ խնդիր չկա, բայց ես էլի եմ ուզում ասել, մենք երեխաներին կրթության համար պետք է ապահովենք ֆիզիկական միջավայր, այս sense պայմաններ, երկրորդն է մարդկային միջավայր, մենք նաեւ պետք է որակ ապահովենք կրթության, եւ այս առումով մենք քաջալերում ենք մեր ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում։ Իսկ նրանք, ովքեր ատեստավորում արդեն անցել են, կան ատեստավորում անցած ուսուցիչներ, արդեն հաջորդ փուլում, երբ որ ձեր ատեստավորման 5 տարի կլրանա, հաջորդ փուլում դուք նոր ատեստավորման հնարավորություն կունենաք, եւ այդ դեպքում արդեն ձեր դրույքաչափը կլինի ոչ թե 200,000 դրամ, այլ 300,000 դրամ, եւ դրանք կգումարվի արդեն ձեր ատեստավորման տոկոսը։ Վարչապետը հաջողություն է մաղթել, որ դպրոցում ապրեն, ստեղծագործեն, կյանքը եւ գիտելիքի հաճույքը վայելեն։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետությանը։ Այս բանաձևի մասին է խոսել երկրի ղեկավարը։ Մենք մարդուն ուժեղացնելը պատկերացնում ենք կրթությունով, որովհետեւ չկրթված մարդը չի կարող լինել ուժեղ։ Եւ երկրորդը, մենք ուզում ենք այնքան գիտելիքով օժտենք մեր երեխաներին, դուք տեսնում եք ձեր դպրոցի մուտքի մոտ կախված է, փակցված է այդ կարգախոսը լավ սովորի, որ լավ ապրես։ Իսկ լավ ապրել նշանակում է ունենալ լավ աշխատանք, վաստակել շատ լավ աշխատանքի, իսկ լավ աշխատանք կարելի է ունենալ լավ գիտելիքով։ Իսկ երբ որ դուք բոլորդ ունենաք լավ աշխատանք եւ վաստակեք շատ, բնականաբար նաև ձեր վճարած հարկերը կլինեն ավելի շատ եւ դուք հնարավորություն ունենաք այս դպրոցում սովորող հաջորդ սերնդի համար ապահովել ավելի լավ պայմաններ ձեր վճարած հարկերով։ Նիկոլ Փաշինյանը դպրոցի դիմաց զրուցեց հավաքված քաղաքացիների հետ, լսեց նրանց բարձրացրած խնդիրները։ Շարունակելով այցելությունները վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ նոր Եդեսիա բնակավայրում, ողջունեց բնակիչներին։ Մեր համայնք բարով ես եկել, համայնքը բոլորը ձեր հետ են։ Ընտանուր բնակչությանն շնորհակալություն հայտնում, շատ շնորհակալություն։ Վարչապետի եւս մեկ չնախատեսված կանգառել Արտենի բնակավայրում էր, դարձյալ քաղաքացիների հետ զրուցելու համար։ Ձեր պետականամետ գործունեության, մեր ժողովրդի մեջ ազատություն ոգով տոգորելու համար մենք խորապես շնորհակալ ենք։ Վարչապետի հաջորդ այցն արդեն Շիրակի մարզ էր։ Արտիկ համայնքում կառավարության աջակցությամբ հիմնվել է 9 հեկտար ելակի եւ 1.4 հեկտար հատապտղի ջերմատուն։ Սնկային հիվանդությունների կանխարգելումը Մանուշակագույն լույսի միջոցով։ Ինչ որ ժամի միացնում ենք, ինքը ամբողջ ձեռնոցներ շփոթվում առանց մեր միջամտության։ Լիզինգի ծրագրով մենք տոկոսն ենք սուբսիդավորում, թե Մենք 10%-ը սուբսիդավորում։ սարքում ենք ինչքան։ Եթե բանկերը տրամադրում են 14%-ով, ապա 4% է լինում դրամային, եթե տրամադրում են 12-ով 2%, մենք արտարժույթի դեպքում 6% ենք սուբսիդավորում, որ որոշ դեպքերում 0 է դառնում։ Հատապտղանոցը տարեկան մեկ անգամ է բերք տալիս։ Ջերմոցատերը դիմեց իրացման հետ կապված աջակցության հարցով։ Վարչապետը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին առաջարկեց ավիաընկերությունների հետ խոսել բեռնափոխադրման հետ կապված հարցով։ Եթե ծավալներ լինեն արտահանման, կարող են աջակցության ծրագրեր իրականացնել։ Օրինակ, ծաղկի շուկայում էլ կա խնդիր, եւ այստեղ պետք է արտադրողներին համոզել, որ իրար միանան։ Արդեն որակի հարցը շատ տեղերում լուծել ենք, ծավալի հարցը չենք կարողանում լուծել, որովհետև ասում են, «Էս ինչ լավն է, դե տվեք են», ասում են թիպ, որը Հայաստանի մի տարվա արտադրանքն է։ Բայց մենք պետք է այդ մարտահրավեր ընդունենք, որ ծավալներն էլ աճեն։ Եվս մեկ չնախատեսված կանգառ Հոռոմ բնակավայրում։ Ախուրյանում եւս վարչապետին ջերմ դիմավորեցին։ Այնուհետև նա այցելեց երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է, հագեցվել գույքով եւ տեխնիկայով։ Բարև ձեզ, երեխեք։ Լավ եք։ Էս ինչ եք անում։ Նստեք։ Էս ինչ եք անում։ Թեյում եք, թե խաղում եք։ Թերախմություն ենք կատարում, զուգահեռ խաղում ենք նաև։ Մյուս սենյակում ֆիլմ էին դիտում։ Վարչապետը միացավ երեխաներին։ Էս ինչ կինո եք նայում։ Ախուրյանից եք բոլորը։ Դասից հետո գալիս եք ստեղ։ Այս կենտրոնը ձեզ պետք էր, հա։ Փոխելա ինչ որ ձևով ձեր կյանքը։ Այո։ Կենտրոնը բացվել է 2025-ի հունիսին։ Վարչապետը հետաքրքրվեց, երբ չկար կենտրոնը, որտեղ էին ժամանակ անցկացնում։ Ոչնի տեղ։ Դե դրա համար էլ մենք այս ծրագիրը արել ենք եւ ըստ էության հենց այս ենք նկատի ունեցել ծրագիրը
նախագծելիս Երեխաները վարչապետին առաջարկեցին թրենդային հոլովակ նկարել։ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց։ ուրա 300 դպրոցների ծրագրի շրջանակում վերանորոգվել է նաև Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը։ Ես կճանիկ մեռնին։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ դպրոցի պայմաններին։ գոհեք նոր պայմաններից Վարչապետը դրական գնահատեց մարզադահլիճի վիճակը։ Դպրոցն ունի նաև կենսաբանության եւ քիմիայի հագեցած լաբորատորիաներ։ Այնուհետև երկրի ղեկավարը զրուցեց դրսում կանգնած քաղաքացիների հետ, լսեց խնդիրները, լուսանկարվեց։ Հաջան Հայաստանի քարտեզը կուրա։ հա գուդամ ոնց եմ դա էսա տուրմյա քարտեզ տվեք արի ես իմ ձեռով փակցնեմ ահա ինչ անունդ Արման։ ապրես Արման ջան Ախուրյան համայնքի քեթի բնակավայրի նոր կրթահամալիրը եւս 300 դպրոցների ծրագրի շրջանակում է կառուցվել։ շնորհավոր ձեր դպրոցը Հենց երկրի ղեկավարի ներկայությամբ էլ երեխաները կտրեցին կարմիր ժապավենը, բացելով դպրոցը։ լավ եք երեխեք տեսել եք ձեր նոր դպրոցը թե դեռ չեք էլ տեսել նորմալ տեսել եք Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ դպրոցի պայմաններին՝ մարզադահլիճ, բուժկետ, խոհանոց, տեխնիկապես հագեցած դասասենյակներ։ բոլոր սենյակներում ես խոնավության սարքերից դրանց հա ես դա չէի ֆիքսել այսինքն սա օդի պատշաճ խոնավությունը ապահովելու համար է Այսինքն կարիք չի նույնիսկ պատվան բացել Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում եւս Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։ Վարչապետը նշեց, շատ է խոսվում, թե կառավարությունը դպրոցներ է փակում, այնինչ իրենք չեն փակում, այլ ստեղծում են դպրոցներ եւ կրթական միջավայր բոլոր երեխաների համար։ Ընդհանրապես տեսեք շատ են խոսում այն մասին, ասում են, որ որևէ գյուղում, որ ֆիզիկապես դպրոց չլինի, գյուղը կդատարկվի եւ այլն, բայց իրականում այսօր ցավոք սրտի մենք պետք է արձանագրենք արդեն իսկ դատարկված գյուղերի գոյության բերումով որ մենք այս լուծմանն ենք գնացել կարևոր է որ դպրոցում լինի պատշաճ միջավայր դպրոցում պետք է լինի նորմալ ճաշարան դպրոցում պետք է լինի նորմալ բեմ դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ լաբորատոր սարքեր եւ միջավայր կրթական միջավայր կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է Եվ սա մեր մոտեցումն է, մենք չենք կարող նաև բոլոր տեղերում կառուցել, որովհետև մենք մեր միջոցները նույնպես ռացիոնալ պետք է օգտագործենք, բայց ես խոստանում եմ բոլոր գյուղերում, այնտեղ որտեղ կլինեն երեխաների անհրաժեշտ թիվ, մենք այդ գյուղերում նույնպես արդեն հաջորդ հետագա ծրագրերի շրջանակներում նույնպես կկառուցենք դպրոցներ։ Կրթահամալիրը նախատեսված էր բացել սեպտեմբերին, բայց շինարարները այն ավելի վաղ են ավարտել, շեշտեց վարչապետը, հավելելով, դեռ մյուս ծրագրերը պետք է հետևից հասցնեն, ճանապարհներ, տրանսպորտ։ Ինչպես գիտեք, մենք մտածել ենք, որ միկրոավտոբուսներ ձեռք բերենք, որոնք գան առավոտը երեխաներին տանեն, երեկոյան վերադարձնեն, բայց այդ գաղափարը բարձրաձայնելուց հետո մենք ծնողներից ենք ստացել առաջարկներ, որոնք ասում են իսկ գուցե այդ տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը տակ նրանք ովքեր ունեն մեքենա եւ ասենք թե մեկը գյուղից դուրս են գալիս կամ իրենց համար է իրենք երեխաներին տանեն մենք այդ մոդելն է կփորձարկենք Ամեն ինչ արկա է որ երեխաները լավ սովորեն իրենց հետագա լավ կյանքն ապահովելու համար եզրափակել է երկրի ղեկավարը դարձյալ խոսելով ՀԴՄ կտրոնների եւ հարկ վճարելու կարեւորության մասին արդեն դրսում հավաքված քաղաքացիներին վարչապետը կոչ արեց վայելել դպրոցը եւ շատ թորնիկներ ունենալ որ հաճախեն դպրոց Նիկոլայ Ավետիսյան լուրեր